Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հունվարի 31։ Բայց ես Տիրոջը կսպասեմ և կհուսամ իմ փրկության Աստծուն, ինձ պիտի լսե իմ Աստվածը։ Միքիա 7:7 խոսք։ Բարեկամները կարող են անհավատարիմ լինել, բայց Տերը երբեք չի հեռանա բարեգութ հոգուց, ընդհակառակը, նա կլսի նրա բոլոր ցանկությունները։ Մարգարեն ասում է. «Մի հավատաք բարեկամին, ընկերին մի վստահիք, ծոցիդ պառկողիցը պահիր բերանիդ դռները»։ Միքիա 7:5 խոսք։ Սա տխուր իրավիճակ է, բայց այնուամենայնիվ լավագույն բարեկամը հավատարիմ է մնում, և մենք կարող ենք նրան պատմել մեր բոլոր վշտերը։ Մեր իմաստությունը Տիրոջը նայելու և տղամարդկանց կամ կանանց հետ չվիճելու մեջ է։ Եթե մեր սիրառատ կոչերը մեր հարազատների կողմից անտեսվում են, եկեք սպասենք մեր փրկության Աստծուն, քանզի նա կլսի մեզ։ Նա մեզ ավելի շատ կլսի ուրիշների անբարյացակամության և ճնշման պատճառով, և շուտով մենք առիթ կունենանք աղաղակելու. «Մի ուրախացիր ինձ համար, իմ թշնամի»։ Քանի որ Աստված կենդանի Աստված է, նա կարող է լսել։ Քանի որ նա սիրող Աստված է, նա կլսի։ Եվ քանի որ նա մեր ուխտի Աստվածն է, նա պարտավորվել է լսել մեզ։ Եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանա նրա մասին խոսել որպես «իմ Աստված», մենք կարող ենք բացարձակ վստահությամբ ասել. «Իմ Աստվածը կլսի ինձ»։ Ով տառապող սիրտ, թափիր քո վիշտը Տիրոջ քո Աստծո առաջ և ծածուկումդ ծնկի եկ և շշնջա. «Իմ Աստվածը կլսի ինձ»։